Այսօր Ադրբեջանում իշխում է Ալիևյան ռեժիմը, որի հիմքը հայատյացությունն ու անհատի պաշտամունքն է։ Ադրբեջանական բոլոր դպրոցներում կախված են Ալիև ավագի դիմանկարները։ Բայց ով էր այսպես կոչված ազգի իրական հայրն ու ստեղծողը, ում մասին այսօր պաշտոնական Բաքուն հազվադեպ է խոսում։ Մինչ մենք հայերս, ունենալով հզոր պատմական անցյալ եւ աննախադեպ մշակութային հարստություն, տասնամյակներ շարունակ փորձում ենք նմանվել այլոց, կորցնելով մեր ինքնության առանցքը։ Միևնույն ժամանակ նրանք չունենալով պատմական անցյալ, զրոյից ստեղծեցին պատմություն։ Ադրբեջանցիների համար նա ազգի հայրն է, իսկ հայերի համար մարդ, ով սկիզբը դրեց հակամարտությունների ժամանակաշրջանի, որը մինչ օրս դեռ չի ավարտվել։ Մամեդ Էմին Ռասուլզադե։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Հաճախ մեր պատկերացումները մեր թշնամիների վերաբերյալ բավականին մակերեսային են։ Մենք լավ պատկերացում չունենք ինչպես նրանց պատմության, այնպես էլ այն գաղափարների մասին, որոնք ընկած են նրանց պետության ձևավորման հիմքում։ Այսօր կխոսենք մի մարդու մասին, ում Ադրբեջանում ընդունում են որպես ազգի հայր, եւ ում գաղափարները նույնիսկ այսօր մեծապես ազդում են քաղաքականության իրականացման տրամաբանության եւ վեկտորի վրա։ Այսօր կանադառնանք Էմիլ Ռասուլզադեին, ադրբեջանական ինքնության եւ գաղափարախոսության ձևավորողին, որի գործունեության հետևանքները մենք մինչ օրս զգում ենք։ Բաժանորդագրվեք ալիքին, տարածեք թողարկումը, նպաստելով կարևոր բովանդակության տարածմանը։ Իսկ մենք սկսենք։ 20-րդ դարի սկզբին ներկայիս Ադրբեջանի բնակիչները դեռևս իրենց չէին ընկալում որպես ազգ։ Նրանց ինքնությունը կրոնական էր, այլ ոչ թե ազգային։ Նրանք իրենց նույնականացնում էին հիմնականում մուսուլմանների հետ։ Ադրբեջանցիներ հասկացությունը ժամանակակից իմաստով պարզապես գոյություն չուներ։ Բեկումը սկսվեց վերևից, ոչ թե ժողովրդից, այլ մտավորականությունից։ Առաջին ազդակը քաղաքական թյուրքիզմի գաղափարներն էին, ձևակերպված Ալի Հուսեյնզադեի եւ Ահմեդ Աղայևի կողմից։ Նրանք անդրկովկասյան թաթարներին չէին ճանաչում որպես առանձին ազգ, նրանց դիտարկելով պարզապես որպես միասնական թուրքական աշխարհի մի մաս։ Ըստ Հուսեյնզադեի, անկախ թաթարական էթնիկ խումբ գոյություն չուներ, կային միայն թուրքեր Ղրիմից մինչև Կովկաս։ Հենց այս պանթուրքիստական գաղափարներն էին, որ խաղացին առանցքային դեր։ Դրանք առանձնացրեցին թուրքական ինքնությունը կրոնական նույնականացումից եւ փաստացի հողնախապատրաստեցին ազգայնականության համար։ Հենց սա իրականացրեց Էմիլ Ռասուլզադեն։ Որպես ազգընկալման եւ ընդհանուր ազգային գիտակցության բացակայության պայմաններում նա կարողացավ առանձին կոնցեպտները միավորել մեկ ամբողջական գաղափարախոսության մեջ եւ դնել ադրբեջանական ազգային ինքնության հիմքերը, որը իր հերթին հետագայում վերածվեց պետական դոկտրինի։ Մամեդ Էմին Ռասուլզադեն այն մարդն է, ով ոչնչից փաստացի ստեղծեց ադրբեջանական ազգ։ Նա ծնվել է 1884 թվականի հունվարի 31-ին Բաքվի մոտ գտնվող Նովխանի գյուղում, մուսուլմանների ընտանիքում։ Նրա հայրը Հաջի Ալեկբարը ուզում էր որդուն աշխարհիկ կրթություն տալ։ Մամեդ Էմինը սովորել է ռուս մուսուլմանական երկրորդ դպրոցում եւ Բաքվի տեխնիկական ուսումնարանում, սակայն ընտանիքի աղքատության պատճառով ստիպված է եղել ընդհատել ուսումը։ 20-րդ դարի սկզբին Բաքուն եռացող քաղաքական կաթսա էր հիշեցնում։ Գաղափարների բախում, հեղափոխական կրքեր, տարբեր հոսանքներ, սոցիալական եւ ազգային հակասություններ։ Հենց այստեղ էին ձևավորվում ապագա առաջնորդի հայացքները։ Իր քաղաքական ուղու շրջանում Ռասուլզադեն հարում էր արմատական սոցիալիստներին։ Հավասարության գաղափարները եւ անզիջում պայքարը ցարիզմի դեմ, ըստ նրա կովկասյան մուսուլմանների իրավունքների համար պայքարի կարևոր գործիք կարող էին լինել։ 1904 թվականին նա դարձավ առաջին մուսուլմանական սոցիալ-դեմոկրատական կազմակերպության Գումեթի հիմնադիրներից մեկը։ Ռասուլզադեն հասկանում էր, որ կրթությունը անհրաժեշտ նախապայմանն է բնակչությանը արթնացնելու համար։ Այդ իսկ պատճառով նա շարունակ կրկնում էր, որպեսզի ժողովուրդը արթնանա եւ ճանաչի իր իրավունքները եւ ոչ միայն ճանաչի, այլ նաեւ պահանջի դրանք, ապա անհրաժեշտ է կրթություն, կրթություն եւ կրկին կրթություն։ Նա տեսնում էր, որ իր ժողովուրդը հետ է մնում ընդհանուր զարգացումից, քանի որ չուներ ազգային գաղափարախոսություն եւ ազգային նպատակներ։
üç renkli istiklal bayrağını göçlerinde gezdiren buradaki vatan ailesi bizlerden, orada her türlü korku ve tehdit altında Լինելով 1905-ից 1907 թվականների հեղափոխության ականատեսը, նա դառնությամբ նկատեց Անդրկովկասի թաթարների հետամնացությունը։ Բոլոր ազգերը առաջ քաշեցին իրենց պահանջները, եւ միայն մենք չգիտենք, թե ինչ ենք ցանկանում կամ ինչ պահանջենք։ Մարդիկ ապրում էին այնպես, ինչպես նավը փոթորիկի ժամանակ, որը չունի ուղղություն։ Այն ժամանակ ադրբեջանցիներ տերմինը դեռ գոյություն չուներ։ Մարդիկ իրենց անվանում էին մուսուլմաններ, կովկասյան թաթարներ կամ պարզապես թուրքեր։ Ազգային ինքնագիտակցությունը դեռ նոր էր հասունանում, իսկ կրոնական ինքնությունը մթագնում էր ցանկացած էթնիկ ինքնություն։ Ռասուլզադեն անընդհատ փնտրում էր մի գաղափար, որը հնարավորություն կտար ադրբեջանցիներին դնել ազգային ազատագրման եւ զարգացման ուղու վրա։ Նա շատ լավ գիտակցում էր, որ սոցիալ-դեմոկրատիան շեշտը դնում է ոչ թե ազգային գործոնի վրա, այլ դասակարգային պայքարի վրա, որը նրա համար նպատակահարմար չէր։ Նա շատ լավ հասկանում էր, որ ազգային գաղափարախոսություն չունեցող եւ ինքն իր մասին ամուր եւ հստակ պատկերացումներ չունեցող ժողովուրդը միևնույն է ծառայելու է օտարին, սպասարկելով օտար շահերը։ Այս փնտրտուքները հանգեցրին նրա հայացքների էվոլյուցիային՝ սոցիալիզմից դեպի թուրքիզմ եւ այսպես կոչված ադրբեջանականություն։ Նոր ինքնության ձևավորումը խթանեցին 1905-ից 1907 թվականների հեղափոխություններն ու ազգայնական գաղափարների համաշխարհային ալիքը։ Այդ ժամանակ Ռասուլզադեն առանձնանում էր իր ռոմանտիկ քաղաքական հայացքներով։ Իր հրապարակումներում նա գրում էր համընդհանուր արդարության մասին, թե ինչպես աշխարհում բոլորը պետք է հավասար լինեն եւ թե ինչպես մի քանիսի բարեկեցությունը չպետք է կառուցվի միլիոնավոր մարդկանց տառապանքի վրա։ Հենց իդեալիզմի եւ պրագմատիզմի այս խառնուրդն էր, որ հետագայում ձևավորեց նրա ուղին որպես ադրբեջանական ազգի հիմնադիր։ Հայտնի չէ, թե ինչպիսին կլիներ Ռասուլզադեի ուղին, եթե ցարական իշխանությունները նրան չստիպեին լքել Բաքուն։ 1908 թվականի վերջին քաղաքական հետապնդումների ճնշման տակ նա ստիպված եղավ գաղթել Իրան։ Աքսորում նա անմասն չմնաց ակտիվ գործընթացներից։ Ռասուլզադեն միացավ շահի դեմ ընթացող հեղափոխական շարժմանը։ 1910 թվականին նա մասնակցում է Իրանի դեմոկրատական կուսակցության հիմնադրմանը եւ հրատարակում «Իրան է նոր» (Նոր Իրան) թերթը, որը երկրում եվրոպական մամուլի առաջին փորձերից էր։ Այս ժամանակահատվածում նա իր քաղաքական աշխատությունները հրատարակել է պարսկերենով, գաղափարական հիմք ստեղծելով ապագա գործողությունների համար։ Շուտով Ռասուլզադեի գործունեությունը անհանգստացնում է ցարական իշխանություններին։ Նրանք իդեմս Ռասուլզադեի Իրանում ռուսական ազդեցության համար սպառնալիք տեսան եւ սկսեցին ճնշում գործադրել Թեհրանի կառավարության վրա։ Ի վերջո, ձերբակալությունից եւ արտաքսումից խուսափելու համար 1911 թվականի մայիսին նա տեղափոխվեց Ստամբուլ, ռուսական կայսրությունից մուսուլման մտավորականության քաղաքական արտագաղթի ամենամեծ կենտրոնը։ Այստեղ նրան սպասում էր պայքարի նոր էջ, նոր գաղափարներ եւ նոր հնարավորություններ ապագա ադրբեջանական ազգի ձևավորման հարցում։ Ստամբուլը շրջադարձային կետ դարձավ Ռասուլզադեի համար։ Քաղաքական մթնոլորտը եւ թուրքականության առաջատար գաղափարախոսների միջև ակտիվ բանավեճերը նպաստեցին նրա հայացքների վերջնական ձևավորմանը։ Չնայած իր երիտասարդ տարիքին, նա համարձակորեն մասնակցում էր թուրքական ժողովուրդների ծագման եւ զարգացման վերաբերյալ բուռն բանավեճերի, աստիճանաբար դիտորդից վերածվելով մասնակցի եւ մտածողի։ Ռասուլզադեի վրա մեծ ազդեցություն են գործել նաեւ Ջամալ-ալ-դին ալ-Աֆղանիի, իսլամական աշխարհի ականավոր մտածողի փիլիսոփայական ժառանգությունը, որը սովորեցնում էր, որ մուսուլմանների երջանկությունն ու բարգավաճումը հնարավոր են միայն ազգային գիտակցության պարագայում։ Նա շատ լավ հասկանում էր, որ լեզուն եւ կրոնը ազգի ձևավորման կարևոր պայմանականներն էին, սակայն միևնույն ժամանակ շատ լավ հասկանում էր, որ դեռևս անհնար է բոլոր թուրքերին միավորել մեկ պետության մեջ։ Ռուսաստանում եւ Իրանում հեղափոխական գործունեությունից հիասթափվելուց հետո Ռասուլզադեն անցնում է ազգային գաղափարախոսությանը, որը պետք է դառնա նրա ապագա
քաղաքական գործունեության և ադրբեջանական ազգի ձևավորման գաղափարական հիմքը։ 1913 թվականին Ռոմանովների դինաստիայի 300-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներման շնորհիվ Ռասուլզադեն կարողանում է վերադառնալ և շուտով միանում է Մուսավատ կուսակցությանը, որը հիմնադրվել էր մի քանի տարի առաջ։ Արագ դառնալով կազմակերպության գլխավոր գաղափարախոսն ու առաջնորդը, նա բախվեց չափազանց դժվար խնդրի։ Մուսավաթը այդ ժամանակ չուներ ազգային ուղղվածություն և ներկայանում էր որպես միայն համառուսական մուսուլմանական կուսակցություն։ Սակայն համաշխարհային քաղաքական իրադարձությունները, Բալկանյան պատերազմները, Առաջին աշխարհամարտը դարձան նրա գաղափարների խթանիչ ուժը։ Ռասուլզադեն հասկացավ, որ մուսուլմանական միությունը միայն առաջին քայլն է, և որ իրական առաջընթացի համար անհրաժեշտ է առանձնահատուկ ազգային գաղափար, ադրբեջանական գաղափար։ Ռասուլզադեի գաղափարական փնտրտուքները արտահայտվում են նույնիսկ լեզվի շուրջ բանավեճում։ Այդ ժամանակ մտավորականությունը բաժանված էր երկու խմբի՝ ազերիչների, որոնք կողմ էին ժողովրդական լեզվի հիմքի վրա ստեղծված գրական լեզվին, և օսմանչիների, որոնք ցանկանում էին օսմաներենը հաստատել որպես բոլոր թուրքերին միավորող լեզու։ Ռասուլզադեն սատարում էր ժողովրդական լեզուն, ընդգծելով, որ այն կուսակցության գաղափարները հասանելի է դարձնում ժողովրդին, մինչդեռ օտար օսմաներեն լեզվի պարտադրումը միայն հեռացնում է մարդկանց իրենց իրավունքներն ու պարտականությունները հասկանալուց։ Ազգային ինքնության ձևավորմանը տանող ճանապարհին կարևոր քայլ էր 1914 թվականին Դիրիլիկ ամսագրում ազգային էություն վերնագրով հոդվածաշարի հրապարակումը։ Դրանցում Ռասուլզադեն բացատրում է, որ ազգը ձևավորվում է լեզվի, մշակույթի, պատմության և տարածքի միջոցով, իսկ կրոնը երկրորդական տարր է։ Հենց այստեղ դրվեցին ադրբեջանական ազգային մտքի հիմքերը, որը հետագայում դառնար հանրապետության անկյունաքարը։ Այս ժամանակահատվածում Ռասուլզադեն աստիճանաբար զարգացրեց իր տեսլականը։ Ադրբեջանցիները անկախ էթնիկ և ազգային հանրույթ են, սակայն միևնույն ժամանակ դրան զուգահեռ նա ձգտեց պահպանել թուրքական համերաշխության գաղափարը։ Բոլորը չէ, որ համամիտ էին նրա տեսակետների հետ։ Իսլամի մոլի հետևորդները մերժում էին ադրբեջանցի թուրքերի ազգային գոյության իրավունքը, նրանց համարելով կամ Իրանի, կամ Օսմանյան կայսրության մաս։ Այս պայմաններում Ռասուլզադեն զգուշորեն կառուցեց իր գաղափարախոսությունը, հավասարակշռելով պանթյուրքիստական շահերը նոր ձևավորվող ադրբեջանական ինքնության հետ։ Մինչև 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունը ազգային պետություն ստեղծելու գաղափարը հանրայնորեն բարձրաձայնված չէր։ Նա կենտրոնացած էր բացառապես ազգային ինքնության որոնման, մշակութային և լեզվական հիմքերի ամրապնդման վրա։ Պայմանավորված Ռուսաստանում տիրող հեղափոխական իրավիճակով նա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կողմնակիցն էր։ Ադրբեջանականության հայեցակարգի մշակումը դեպի ազգային պետություն տանող առաջին քայլն էր։ Սակայն ոչ բոլորն էին հասկանում այն։ Գաղափարն ինքն իրեն չէր կարող իրականություն դառնալ։ Ռասուլզադեի և նրա համախոհների առջև ծառացած խնդիրը շատ ավելի բարդ էր՝ բնակչության լայն շերտերին ներգրավել ազգային քաղաքական կյանքում։ Այս խնդիրը բարդանում էր բնակչության մեծամասնության կրթության և քաղաքական գիտակցության ցածր մակարդակի պատճառով։ 1917 թվականի գարնան ու ամռանը Ռասուլզադեն ակտիվ կազմակերպչական գործունեություն է ծավալում։ Ինքնավարության առաջին կողմնակիցները՝ Մուսավաթը և թուրք ֆեդերալիստների կուսակցությունը, չափազանց թույլ էին իրենց գաղափարներն ինքնուրույն իրականացնելու համար։ Սակայն ազգային ժողովրդավարական բոլոր ուժերի միավորումը կարևոր քայլ դարձավ։ Բաքվի մուսուլմանական կազմակերպությունների ժամանակավոր կոմիտեի ստեղծումը, դրա վերափոխումը մուսուլմանական ազգային խորհրդի և Մուսավաթի միավորումը թուրք ֆեդերալիստների կուսակցության հետ հիմք դարձան ադրբեջանական ազգային շարժման համար։ Ռասուլզադեն կարևոր դեր խաղաց այս բարդ աշխատանքում։ Լայն մուսուլմանական զանգվածներին պահի պատմական կարևորությունը ներկայացնելու նպատակով մուսուլմանական բոլոր հասարակական ուժերի միավորմամբ ազգային քաղաքական իդեալները պարզաբանելու և տարածելու համար համապատասխան կազմակերպություններ ստեղծելով ձևավորվեց Բաքվի մուսուլմանական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, որն իր անդամներից ընտրեց ժամանակավոր կոմիտե,
Բաքվի մուսուլմանական հասարակական կազմակերպությունների կոմիտե անվամբ, ասաց Ռասուլզադեն իր ելույթում։ Այդ ժամանակ միայն մուսուլմանական զանգվածներին եւ ոչ թե ադրբեջանցիներին որպես ազգ։ Քաղաքական ինքնակազմակերպումը իրականացվում էր բացառապես դավանաբանական հիմքի վրա։ Դեռևս խոսք չկար ադրբեջանցիների որպես ձևավորված ազգ ընկալված լինելու մասին։ 1917 թվականի իրադարձությունները շրջադարձային եղան ադրբեջանական ազգային շարժման զարգացման համար, որը մշակութային եւ ինքնավարության պահանջներից անցավ սեփական քաղաքական պահանջների ձևակերպմանը։ Ցարական իշխանության փլուզումը եւ անդրկովկասյան դաշնային հանրապետության կազմալուծումը ստեղծեցին քաղաքական վակուում, որն այլևս չէին կարող լցնել ինքնավարության գաղափարներով։ Հայ-թուրքական դիմակայության եւ վերազգային կառույցների կողմից հավասարակշռությունը պահպանելու անկարողության ֆոնին անկախ ադրբեջանական պետության գաղափարը դարձավ քաղաքական անհրաժեշտություն։ Ազգային շարժման արդյունքում, որը սկսվել էր ինքնության փնտրտուքով եւ հանգեցրել զանգվածային քաղաքական մոբիլիզացիայի, 1918 թվականի մայիսի 27-ին հռչակեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Ռասուլզադեն ընտրվեց ազգային ժողովի նախագահ, փաստացի դառնալով երիտասարդ հանրապետության առաջին նախագահը։ Yaşa, yaşa, çok yaşa, ey şanlı Azerbaycan. Ռասուլզադեն հստակ ընդգծում էր, որ Ադրբեջանը մինչև 1918 թվականի մայիսի 27-ը որպես անկախ քաղաքական միավոր գոյություն չուներ։ Սակայն հռչակված անկախությունը մեծ մասամբ դեկլարատիվ բնույթ էր կրում։ Որոշումը կայացվել էր Թիֆլիսում, իսկ ազգային կառավարությունը դեռևս պիտի հաստատեր իր իշխանությունը պետության ներսում։ Իրավիճակը հատկապես բարդ էր Բաքվում եւ այն շրջաններում, որտեղ բոլշևիկները զգալի ազդեցություն ունեին։ 1918 թվականի ամռանը նորաստեղծ հանրապետությունը հայտնվեց կործանման եզրին, միաժամանակ բախվելով սուր ներքաղաքական ճգնաժամին եւ արտաքին ռազմական սպառնալիքների հետ։ Բաքուն վերածվել էր քաղաքական բախումների եռացող կաթսայի, որտեղ իշխանության համար պայքարում են բոլշևիկները, սոցիալիստ հեղափոխականները, մուսավաթականները եւ այլ ուժեր։ Այս քաոսում հենց Ռասուլզադեն էր, որ պետք է թույլ չտար, որ երկիրը շեղվեր ազգային անկախության ճանապարհից։ Ադրբեջանական էլիտայի որոշ անդամներ կողմ էին Օսմանյան կայսրությանը միանալուն։ Օգտագործելով կրոնական փաստարկներ, նրանք վարկաբեկում էին անկախության գաղափարը եւ ազգային խորհուրդը։ Սակայն Ռասուլզադեն եւ նրա կողմնակիցները կտրականապես մերժեցին անկախության կորստին սպառնացող ցանկացած ծրագիր, միաժամանակ գիտակցելով թուրքական օգնության անհրաժեշտությունը երիտասարդ հանրապետության գոյատևման համար։ Ներքին անհամաձայնությունները ստիպեցին Մամեդ Էմին Ռասուլզադեին մեկնել Ստամբուլ, որտեղ նա պաշտպանում էր այն գաղափարը, որ Թուրքիային ավելի ձեռնտու է ուժեղ եւ անկախ Ադրբեջանի գոյությունը, քան նրա կլանումը։ Նրա դիվանագիտության առանցքային հարցը Բաքվի ճակատագիրն էր։ Ռասուլզադեն հասկանում էր, որ քաղաքի համար պայքարը միջազգային բնույթ էր կրում։ Ռուսաստանը, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան այն դիտարկում էին նախ եւ առաջ որպես նավթի աղբյուր։ Նա կտրականապես դեմ էր Բաքուն արտաքին առևտրի թիրախ դարձնելու ցանկացած փորձի եւ պնդում էր, որ այն անվերապահորեն Ադրբեջանի սեփականությունն է։ Նրա համար պարզ էր, առանց Բաքվի վերահսկողության երկրի անկախությունն անիմաստ էր։ Ռասուլզադեն ընդգծում էր, որ քաղաքի եւ ամբողջ հանրապետության ճակատագիրը որոշվում է ուժով եւ ազատագրումը պետք է իրականացվի Ադրբեջանի անունից, հակառակ դեպքում կառաջանան լուրջ քաղաքական բարդություններ։ Նա հատուկ ուշադրություն էր դարձնում սեփական բանակի ձևավորմանը եւ ծայրահեղ վատ էր վերաբերվում այն մտքին, որ անկախությունը հնարավոր է ապահովել միայն թուրքական բանակի միջոցով։ Սակայն ի վերջո Ադրբեջանի հանրապետությունը ստիպված եղավ հույսը դնել թուրքական զորքերի վրա, որոնք Բաքու մտան 1918 թվականի սեպտեմբերի 15-ին։ Դժվար է պատկերացնել Մուսավատ կուսակցության իրավիճակը առանց թուրքական բանակի ներկայության։ Թուրքիայում գտնվելու ընթացքում Ռասուլզադեն ինտենսիվ բանակցություններ է վարել Հայաստանի ու Վրաստանի հետ Ադրբեջանի սահմանների սահմանազատման վերաբերյալ, վճռականորեն պաշտպանելով երիտասարդ հանրապետության տարածքային շահերը եւ ձգտելով ապահովել նրա համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ։
Նա հատուկ ուշադրություն դարձրեց Բորչալուի հարավային մասին, որը Ադրբեջանին ուղիղ միջանցք կտար Թուրքիայի հետ։ 1918 թվականի հունիսի 5-ին հայտարարվեց, որ Բորչալուն գտնվում է Վրաստանի կազմում եւ այնտեղ կանոնավոր զորքեր են տեղակայվում։ Այդ ժամանակ Ռասուլզադեն գտնվելով Բաթումում կտրուկ ընդվզեց։ Նա վրացական պատվիրակությանը հստակ հասկացրեց. Ադրբեջանը չի հանդուրժի նման գործողություններ։ Եվ երբ վրացիները հայտարարեցին, որ հրաժարվելու դեպքում արյուն կթափվի, Ռասուլզադեն պատասխանեց. «Դե եթե դուք մեզ ստիպեք, մենք ստիպված կլինենք դիմել արյունահեղության»։ Այսօր, ինչպես եւ 100 տարի առաջ, ադրբեջանցիները ամեն գնով ձգտում են հասնել Թուրքիային կապող միջանցքի։ Հետագայում խորհրդարանում իր ելույթներում Ռասուլզադեն անընդհատ շեշտում էր շրջանի պատմական եւ էթնիկական նշանակությունը, ընդգծելով, որ թուրքերով եւ մուսուլմաններով բնակեցված Բորչալուն Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մաս է կազմում։ Ինչու՞, որովհետեւ այնտեղ ապրում էին ադրբեջանցիներ։ Հայաստանի դեմ ուղղված Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը այսօր էլ հետապնդում է այդ նպատակը։ Նրանք այսօր էլ ցանկանում են Հայաստանը բնակեցնել ադրբեջանցիներով, որը ոչ միայն հնարավորություն կտա տեղում հսկայական վերահսկողություն սահմանել Հայաստանի վրա, այլ նաև ունենալ մշտական հնարավորություն ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ։ Բորչալուն Ադրբեջանի մաս հռչակելով եւ միաժամանակ մերժելով Արցախի հայերի իրավունքները, նա սնուցեց թշնամության օրակարգը։ Այս ամենը հանգեցրեց ազգամիջյան լարվածության աճի եւ պատերազմների։ Հենց Ռասուլզադեի վարած քաղաքականությունն էլ դարձավ Հարավային Կովկասում հետագա հակամարտությունների եւ ողբերգական իրադարձությունների հիմնական պատճառը։ Ի դեպ, երիտասարդ հանրապետությունը չուներ ոչ փող, ոչ էլ բանակ, ուստի Թուրքիայի աջակցությունը կենսական նշանակություն ուներ։ Ռասուլզադեն թուրքական կառավարությունից վարկային գիծ ստացավ Ադրբեջանի կառավարության համար եւ կազմակերպեց առաջին ազգային թղթադրամների տպագրությունը։ Առանց թուրքական օգնության երիտասարդ հանրապետությունը գոյություն չէր ունենա, քանի որ նա չուներ ոչ բանակ եւ ոչ էլ ինքնուրույն գործելու միջոցներ։ Այս ամենը գալիս էր Թուրքիայից։ 1918 թվականի վերջից մինչև 1919 թվականի սկիզբը խորը անկայունության ժամանակաշրջան էր։ Հարավային Կովկասի երիտասարդ պետությունները պայքարում էին միջազգային ասպարեզում իրենց դիրքերը հաստատելու եւ իրենց անկախությունը պահպանելու համար։ Հանրապետության նոր ղեկավարները նույնպես խորապես գիտակցում էին իրենց առջև ծառացած մարտահրավերները։ Թուրքերը դեռևս ազգային ինքնություն չունեն, եւ մենք մեր պարտականությունն ենք համարում այդ ինքնությունը սերմանել ժողովրդի մեջ, ասաց Ռասուլզադեն 1919 թվականի փետրվարին խորհրդարանական նիստում։ 1920 թվականի գարնանը Ադրբեջանի Հանրապետությունը հայտնվեց սպառնալիքի առաջ։ Նրա հյուսիսային սահմանները անպաշտպան էին բոլշևիկյան Ռուսաստանի առաջխաղացման դեմ, որը խորհրդայնացմանը զուգահեռ նպատակ ուներ նաև զավթել Բաքվի նավթի պաշարները։ Իրավիճակը ավելի սրեց այն փաստը, որ Թուրքիան, նրա գլխավոր դաշնակիցն ու բարեկամը, փաստորեն անցավ բոլշևիկների կողմը։ Ռազմական եւ ֆինանսական օգնության դիմաց թուրքական ղեկավարությունը համաձայնեց հրաժարվել Հարավային Կովկասի նկատմամբ իր նկրտումներից եւ աջակցել խորհրդային իշխանության առաջխաղացմանը Ադրբեջանում։ Սա եւս մեկ անգամ ընդգծում է, որ քաղաքականության մեջ չկան մշտական բարեկամներ, փոխարենը կան մշտական շահեր, եւ նույնիսկ դարավոր ռազմավարական դաշնակիցները շահերի համընկման պարագայում կարող են մեկ օրում փոխել իրենց դիրքորոշումը։ Երկրի ներսում թուրք ներկայացուցիչները ակտիվորեն միջամտում էին քաղաքականությանը, խորհրդարանական ընդդիմությանը մղելով Մուսավաթի կառավարության հետ հակամարտության եւ ապա կողմնորոշելով բնակչությանը, որը չնայած Ռասուլզադեի բոլոր ջանքերին, այդպես էլ չկարողացավ ձևավորել ազգային գիտակցություն։ Խորհրդային Ռուսաստանի հետ դիվանագիտական փորձերը նույնպես ապարդյուն էին։ Բանակցությունները միայն ավելի էին թուլացնում հանրապետությունը։ 1920 թվականի ապրիլի վերջին 11-րդ բանակը թուրք սպաների աջակցությամբ մտավ Բաքու, հաստատելով խորհրդային կարգեր, վերջ դնելով Ադրբեջանի առաջին հանրապետությանը։ Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումից հետո իրական իշխանությունը պատկանում էր 11-րդ բանակին,
իսկ տեղի կոմունիստներից զբաղեցրած պաշտոնները կրում էին միայն ձևական բնույթ, քանի որ նրանք լիովին ենթարկվում էին Կրեմլին։ Ռասուլզադեն ստիպված եղավ թաքնվել եւ տեղափոխվել Վրաստան, որտեղ շարունակեց գրել ազգային շարժման մասին։ Սակայն 1920 թվականի օգոստոսի 17-ին բոլշևիկներին հաջողվեց ձերբակալել նրան։ Մահապատիժն անխուսափելի էր թվում։ Մուսավաթին անդամակցելն այդ ժամանակ ինքնին նշանակում էր մահապատիժ։ Իրավիճակը շտկվեց Իոսիֆ Ստալինի միջամտությամբ։ Ռասուլզադեն եւ Ստալինը ծանոթ էին դեռևս հարավային Կովկասում իրենց հեղափոխական գործունեությունից։ Մուսավաթական առաջնորդը մի քանի անգամ փրկել էր Ստալինին ձերբակալությունից։ Այս միջամտության շնորհիվ Ռասուլզադեն կարողացավ խուսափել մահապատժից եւ տեղափոխվել Մոսկվա։ Սակայն Մոսկվայի հետ հարաբերությունները շարունակում էին լարված մնալ։ Ստալինը Ռասուլզադեին համարում էր քաղաքական գործիք, առաջարկելով համագործակցություն։ Ռասուլզադեն հրաժարվեց։ Նա լքեց Ռուսաստանը եւ 1922 թվականի դեկտեմբերին վերջնականապես հաստատվեց Ստամբուլում։ Ստամբուլում ադրբեջանական արտագաղթի համար նա կազմակերպչական կառույցներ ստեղծեց։ Համակարգեց Ադրբեջանի ներսում եւ նրանից դուրս գործող գաղտնի բջիջները։ Հրատարակեց Ենի Կավկաս ամսագիրը եւ փորձեց ստանալ Թուրքիայի աջակցությունը, որը Մոսկվայի հետ քաղաքական համաձայնությունների շնորհիվ չէր աջակցում հակաբոլշևիկյան գործունեությանը։ Արտագաղթն ու ակտիվ քաղաքական գործունեությունը ուղեկցվում էին անձնական ողբերգություններով։ Անկարայի վրա Մոսկվայի ազդեցության աճին զուգընթաց ադրբեջանցի արտագաղթյալները, այդ թվում Ռասուլզադեն, իրենց ուշադրությունը սևեռեցին դեպի Եվրոպա։ Նա ակտիվացրեց կապերը եվրոպական երկրների, մասնավորապես Լեհաստանի, ինչպես նաև կովկասյան այլ ժողովուրդների ներկայացուցիչների հետ։ Այս ջանքերը հանգեցրին Կովկասի անկախության կոմիտեի ստեղծմանը, որի նպատակը միավորել Կովկասից արտագաղթածներին ազատության համար պայքարում։ Թուրքական իշխանությունները բացահայտ կերպով հայտարարեցին, որ չեն կարող հարվածի տակ դնել խորհրդային Ռուսաստանի հետ հարաբերությունները ադրբեջանցի ազգայնականներին աջակցելու համար։ Սակայն Ռասուլզադեն հրաժարվեց խաղալ Անկարայի կանոններով։ Նա շարունակեց բացահայտորեն աջակցել հակասովետական գծին եւ աշխատել ազգային ազատագրման ուղղությամբ, չնայած հասկանում էր, որ Թուրքիայի մնալը գնալով վտանգավոր էր դառնում։ Նա աստիճանաբար որոշ կառույցներ, այդ թվում Կովկասի անկախության կոմիտեն եւ Ադրբեջանի ազգային կենտրոնը տեղափոխեց Եվրոպա։ Ինքն էլ 1920-ականների վերջից սկսած իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր եվրոպական երկրներում, միայն երբեմն այցելելով Թուրքիա։ Կրեմլի ճնշման տակ Անկարան աստիճանաբար սահմանափակեց ադրբեջանցի գաղթականների լիարժեք գործունեության հնարավորությունները։ Արտասահմանյան քաղաքացիության հետ կապված բյուրոկրատական բարդություններից խուսափելու համար Ռասուլզադեն որոշեց ընդունել Թուրքիայի քաղաքացիություն, սակայն գործընթացը դիտավորյալ հետաձգվեց, ինչն անհնարին դարձեց նրա աշխատանքը։ Ի վերջո, 1930 թվականի փետրվարի սկզբին Ռասուլզադեն լքեց Թուրքիան, շարունակելով իր պայքարը։ Ռազմական գործողությունները եւ նացիստական Գերմանիայի կողմից Եվրոպայի որոշ հատվածների օկուպացումը որոշակի հնարավորություններ ստեղծեցին գերմանական իշխանությունների հետ կապ հաստատելու համար։ 1941 թվականի նոյեմբերին նացիստական Գերմանիան որոշեց ստեղծել թուրք-թաթարական եւ կովկասյան լեգիոններ, իսկ այս նախաձեռնության փաստացի իրականացումը մեկնարկել էր 1942 թվականի հունվարին։ Գերմանական ղեկավարությունը երկու հիմնական նպատակ էր հետապնդում։ Մի կողմից նա ձգտում էր աշխարհին ցույց տալ ԽՍՀՄ-ից կամավորների մասնակցությունը բոլշևիզմի դեմ պայքարում, ինչը նպատակ ուներ ընդգծել խորհրդային գաղափարախոսության թերի լինելը։ Մյուս կողմից գերմանական հրամանատարությունը
հույս ուներ համալրելու սեփական բանակի կորուստները Կովկասի ժողովուրդներից զինվորներ հավաքագրելու հաշվին։ 1942 թվականի ապրիլի 5-ին քաղաքական արտագաղթի ականավոր ներկայացուցիչներին հրավիրեցին Բեռլին համագործակցության եւ բանակցությունների։ Սա երրորդ Ռեյխի կողմից խոշոր փորձ էր նրանց համագործակցության մեջ ներգրավելու համար։ Խորհրդաժողովին հրավիրվել էր նաև ադրբեջանական պատվիրակությունը։ Ռասուլզադեին հրավիրելը հիմնականում պայմանավորված էր նրա ադրբեջանական ներգաղթյալների համայնքում ունեցած կարգավիճակով ու հեղինակությամբ, ինչը գերմանացիներին կարող էր ձեռնտու լինել արևելքում իրենց ծրագրերը առաջ տանելու համար։ Խորհրդակցությունների ընթացքում Ռասուլզադեի եւ գերմանացի դիվանագետների միջև ի հայտ եկան հիմնարար տարաձայնություններ։ Մուսավաթի առաջնորդը մի շարք պայմաններ առաջադրեց, ցանկացած համագործակցություն կապելով Ադրբեջանի անկախության ճանաչման, ազգային բանակի ստեղծման եւ այն երաշխիքի հետ, որ գերմանական բանակը չի միջամտի Ադրբեջանի գործերին բոլշևիկյան ռեժիմի տապալումից հետո։ Ռասուլզադեն հստակեցրեց, որ ադրբեջանցի արտագաղթյալները պատրաստ են Գերմանիայի հետ շփվել միայն անմիջականորեն հարավային Կովկասին վերաբերող հարցերի շուրջ։ Ռասուլզադեի փորձերը սահմանելու իր սեփական պայմանները ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցության շրջանակներում կտրականապես մերժվեցին վերջիններիս կողմից, քանի որ նրանք մտադրություն չունեին ճանաչելու ոչ Ադրբեջանի եւ ոչ էլ կովկասյան ժողովուրդներից որևէ մեկի անկախության իրավունքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո 1947 թվականին Ռասուլզադեն վերադառնում է Թուրքիա։ Թուրքական իշխանությունները շարունակում են զգուշանալ, միևնույն ժամանակ չողջունելով ադրբեջանցիների քաղաքական ակտիվությունը։ Քանի որ քաղաքական կազմակերպության ստեղծումն անհնար էր, նա կենտրոնացավ կրթական գործունեության եւ նոր ադրբեջանական ինքնության քարոզչության վրա։ Նա նաև կատարել է գրականագիտական ու պատմական հետազոտական աշխատանքներ, հրատարակել է աշխատություններ ժամանակակից ադրբեջանական գրականության եւ պատմության վերաբերյալ, գրել հոդվածներ թուրքական հանրագիտարանի համար, ամրապնդելով արտագաղթյալների ազգային ինքնությունը, շարունակելով այս ակտիվ կազմակերպչական աշխատանքը մինչև մահ, մինչև 1955 թվականի մարտը։ Յուրաքանչյուր ազգ ունի իր ազգային էլիտան, ովքեր լուսավորում են ազգային ուղին։ Նրանք են ազգերի եւ պետությունների ճարտարապետները։ Միանշանակ այդպիսին կարելի համարել նաև Մամեդ Էմին Ռասուլզադեին։ Իսկ ինչ եք կարծում, այսօր մենք Ադրբեջան անունով հարևան կունենանք, եթե չլիներ Ռասուլզադեն։ Այս պատմությանը անդրադառնալը մեզ համար կարևոր է ոչ միայն թշնամուն ուղղակի լավ ճանաչելու համար, այլ շատ ավելի կարևոր մի պատճառ ունի։ Սա յուրատեսակ դաս է մեզ համար, թե ինչպես էթնիկ միավորը, որը չի ունեցել ոչ պատմական անցյալ, ոչ պատմական հիշողություն եւ ոչ էլ մշակութային հենք, կարողացել է ձևավորել ազգ, ձևավորել մրցունակ պետություն եւ որ ամենավատն է, մեզ պարտադրել իր սեփական քաղաքական կամքը եւ ինչպես իրենք են ասում, մեզ վարժեցնել։ Իրենց զարգացման այս ընթացքում նրանք յուրացրել են մեր մշակութային ողջ անցյալը, կերպափոխել մեր ավանդույթները, տեղայնացնելով եւ հարմարացնելով իրենց։ Այս ամենը բնականաբար ոչ թե դատավճիռ է, այլ յուրատեսակ սթափության կոչ եւ մի շատ պարզ ճշմարտության բացահայտում, որ մեր փրկությունը եւ զարգացումը բացառապես մեր ամուր ազգային ինքնության առանցքի շուրջ վերադառնալն է։ Քանի որ մեր ազգային եւ քրիստոնեական ինքնությունը ոչ թե զոհի կերպարի, այլ կենսասիրության, կենսունակության, մրցունակության եւ հզորության մասին է։ Յուրաքանչյուրս իր մեջ պետք է կրի ապագայի աստվածային հույսը եւ լինի վստահ, որ մենք անպայման կձևավորենք հայկական պետություն։ Ձեզ հետ է Սուրեն Պետրոսյանը։ Եղեք ոգով ուժեղ, մինչ նոր հանդիպում։